Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իմաստը հետևյալ հարցն է առաջանում. ինչ գումարներ են պետք սա կառուցելու համար, որովհետև Նիկոլ Փաշինյանի բացատրությունը եղել է մեկը, չափազանց թանկ է, մոտ $1 միլիարդ պետք է արժենա ճանապարհի կառուցումը եւ դրա համար պատվիրակելու են այդ հարցը Միացյալ Նահանգները։ Փորձենք հասկանանք իրականում ինչ արժի ճանապարհի շինարարությունը։ 17 թվականին մենք Հայաստանի համահայկական հիմնադրամը կառուցել է Վարդենիս Մարտակերտ ճանապարհը։ 114 կիլոմետր երկարությամբ։ 14 կիլոմետր երկարությամբ։ Ինչքան փող է ծախսվել ձեր կարծիքով։ 17 միլիարդ դրամ, որի մի զգալի մասը կառուցվել է շատ ավելի բարդ տեղանքում, շատ ավելի բարդ եւ գրեթե զրոյից։ 17 միլիարդ դրամ մոտ $40 միլիոն։ 1 կիլոմետրը մոտավորապես $400,000։ Մի քանի տարի անցել է, դրան գումարենք սղաճը, արժեք զրկումը, գումարների եւ մենք հաշվենք $500,000։ Դրան գումարենք ավելի լայն ճանապարհ, ավելի լավ, ավելի սիրուն, ներառենք նաեւ ԿՊ-ի օդկատները, որոնց մասին ուղղակի բոլորն են այսօր խոսում, թող այդ ճանապարհը 1 կիլոմետրը լինի $1 միլիոն։ 43 միլիոն դոլարով կարելի է կառուցել ավտոճանապարհ, երկաթուղային ճանապարհը կա, ուղղակի չկա ռելսերը եւ շպալները, եւս $43 միլիոն։ Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդը 65 միլիարդ դրամ է, $160 միլիոն։ Եթե 2 տարով վրա կամ 3 տարով վրա բաժանեք ու 1 տարի պարգևաճառք չստանաք, ուղղակի նույնիսկ վարկ վերցնելու կարիք չկա։ Բալավ ամոթ չեք անում։ Հայաստանի ամենից գրավիչ կտորը հանձնել Միացյալ Նահանգներին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում, հեքիաթ պատմել $1 միլիոն ծրագրի մասին, 1 միլիարդ, երբ դու ունես հնարավորություն 2-3 տարում ոչ այդ ճանապարհը կառուցել։ Հիմա մի քանի խոսք այդ Միջանցքի իրական կարևորության մասին։ Միջանցքը ունի իսկապես տրանզիտային ներուժ։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Բայց այդ տրանզիտային ներուժը մի քիչ չափազանցված է։ Ասում են նաև կենտրոնական Ասիայի գազի, նավթի հնարավոր արտահանումները դեպի Եվրոպա։ Նայեք, թուրքմենական գազը ամբողջությամբ գնվում է Չինաստանի կողմից 2009-14 թվականներին կառուցվել են շատ հզոր գազատարներ, ուղղակի այդ գազը չկա։ Այդ նավթն էլ չկա, որտեղ հասարակական նավթը շատ մեծ հաջողությամբ արտահայտվում է Ռուսաստանի տարածքով, Նավառոսիskով դեպի Եվրոպա։ Չկան այդ պաշարները։ Գործող նավթամուղը Բաքու-Ջեյխան մոտավորապես 65-70%-ով է ծանրաբեռված հիմա։ Ավելի իրատեսական է հետևյալը։ Այս ճանապարհը իսկապես հետաքրքիր է Թուրքիայի համար իր աշխարհաքաղաքական պրոյեկտի տեսանկյունից։ Կապը Ադրբեջանի հետ, կապը Կենտրոնական Ասիայի հետ։ Ադրբեջանի համար չափազանց կարևոր է կապը Նախիջևանի հետ, կապը Թուրքիայի հետ։ Սա մեկ հանգամանք եւ այս ճանապարհը ավելի ճիշտ ոչ թե այս ճանապարհը, այլ
ամերիկացիների վերահսկողության տակ գտնվող այդ միջանցքը չափազանց հետաքրքիր է նաև Իսրայելի համար։ Իրանի հետ իրենց երկարատև ծրագրերի իրականացման գործում։ Հիմա ինչ կարգի շահ, բայց այս վերջի նշվածից ունեն Միացյալ Նահանգները այստեղ։ Կենսական, տնտեսական շահեր Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում ուղղակի չունեն։ Դու կարող եք նայել թվերը, առևտրի, չկան ուղղակի, չի երևում։ Ավելին, Միացյալ Նահանգները որդեգրել են շատ հստակ քաղաքականություն, զսպել Չինաստանին։ Երկու կուսակցության կողմից սա, այսպես ասենք, ընդունված քաղաքականության գիծ է, շատ հստակ։ Ալիևը հայտարարում է նաև Չինաստանում, որ այս միջանցքը չափազանց կարևոր է լինելու հենց Չինաստան-Եվրոպա առևտրի զարգացման գործում։ Հիմա այդ կոչված սրեդիննի կորիդոր են ասում, միջին այդ սենց է գնում, շատ հավանական է, որ մի կտորներ, այսպես ասենք, մի մասը ապրանքների կուղղվեն այս միջանցքով։ Եվ այստեղ չի բռնում Միացյալ Նահանգների շահը զսպել Չինաստանին եւ Միացյալ Նահանգների շահը, այսպես կառուցել միջանցք, որը հիմնականում ծառայելու է չինական ապրանքների արտահանման գործին։ Այստեղ եւս հարցեր է առաջանում եւ այդ հարցերը որոշակի եզրակացություններ է բերում, թե իրական նպատակը այս ճանապարհում Միացյալ Նահանգների հայտնվելը ինչի համար է։ Հիմա գիտեք մի վիճակ է ստեղծվել, երբ չափազանց կարևոր գործոններ ուղղակի Հայաստանի Հանրապետությունը բաժանում է, Արցախը տանք Ալիևին, ինչ ուզում է Էրդողանը տանք, Ալիևը տանք, բան ասելու Մակրոնը ինչ ուզում է տանք, Տրամպը ինչ ուզում է տանք, Հայաստանի հաշվին մայր Տերեզա է աշխատում այս մարդը։ Տպավորությունը սա է։ Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կունի։